Եղբայրներ, քույրեր, ինչի մասին, որ այսօր ուզում եմ կիսվեմ ձեզ հետ, գրված է Հովանու թղթի, առաջի թղթի, երկրորդ գլուխ, երրորդ խոսքից։ Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ Ով որ ասում է, թե ճանաչեցի նրան եւ նրա պատվիրանները, նրա պատվիրանքները չի պահում, ստախոս է եւ ճշմարտություն չկա նրանում։ Բայց ով որ նրա խոսքը պահե, իրավի Աստծո սերը նրանում կատարյալ է։ Սրանով ճանաչում ենք, որ նրանում ենք, ով որ ասում է, թե նրանում են բնակվում, պետք է ինչպես որ նա գնաց, ինքն էլ այնպես գնա։ Հիմա երրորդ խոսքում ասում է, եւ սրանով գիտենք, որ ճշմարտությունիցն ենք, ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ Որպեսզի հասկանալի լինի ինչի մասին է խոսքը, ես ուզում եմ զուգահեռ անցկացնեմ հին ուխտի պատվիրանների, մեկ էլ Քրիստոսի պատվիրանների հետ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Տեսեք, հին ուխտում պատվիրանները հիմնականում մասնավորապես վերաբերվում էին գործողություններին։ Օրինակ, տրված էր, որ շաբաթ օրվա ճանապարհ, պատվիրան էր։ Շաբաթ օրը մարդը իրավունք ունի որոշակի ճանապարհ գնա, դրանից ավել իրավունք չունի։ Ու այդ ճանապարհներ մոտ 900-ից 1200 մետր, նա այդ մարդու քայլը, ասենք քանի մարդը մի քիչ բոյով երկար ոտա դնում են, մեկը կարճ է, մոտավոր 900 մետրից, 1 կիլոմետրից ավել մարդը շաբաթ օրը իրավունք չուներ քայլելու։ Այսինքն գործողություն է, որ ինքը էդի պտի պահի, կամ ասում եմ մի գողանար։ Հիմա մարդը կարա տենում է մի ապրանքա դրած, այնց որ կարա վերցնի ոչ մեկ չտենա, էդի պատվիրանը իր վրա իսրայելացու դրած է, որ մի գողանա, մի արա այդ բանը։ Եվ շնություն մի անիր, սպան մի սպանի, եւ այս պատվիրանները սենց հերթով դրված էր, որոնք մասնավորապես վերաբերվում էին գործողություններին, որ մարդը ինչ որ բաներ, որ գրված է, որ չանի, դրանք չանի, եւ ինչ որ բաներ, որ գրված է, որ անի, դրանք անի, ասենք պաշտամունքների հետ կապված զոհաբերություններին ինչ վիճակում է ինքը համապատասխան զոհաբերությունը բերի, զոհաբերության ընթացքը այս ձև կատարի, այս լվացմունքները անի եւ դրանք պահելով ինքը կատարում էր խոսքը, պատվիրանքը։ Ինչին է վերաբերվում Տեր Հիսուսի պատվիրանները։ Ես ուզում եմ սրա վրա որոշ կանգ առնել, սիրելի եղբայրներ, քույրեր։ Տեր Հիսուսի պատվիրանները վերաբերվում է հոգեվիճակի, ոչ թե գործողությունների։ Գործողությունները հետագայում դառնում են որպես հետևանք, արդեն կատարվում են։ Ինչ է նշանակում Հիսուսի պատվիրանները վերաբերվում են հոգեվիճակի։ Տեսեք, երբ որ հին ուխտում ասում է, Հիսուսը այդ բանը բերում է, այդ զուգահեռները բերում է, ասում է գրված է շնություն մի արա։ Հիմա պատվերը կա, որ մարդը այս բանը պետք է չանի, բայց ես ասում եմ ձեզ, եթե մեկը նայեց, ցանկացավ, արդեն շնացավ։ Այսինքն խոսքը գնում է հոգեվիճակի, մարդը ոչ մի բան չի արել, ու ոչ մեկ չգիտի ինչա տեղի ունեցել, բայց իր ներքն աշխարհում իր հոգեվիճակի համեմատ Աստված ցույց է տալիս, որ ինքը արդեն իսկ մեղքի մեջ է։ Եվ երբ որ սիրելիներ, տեսեք, ընկերոջը սիրես, թշնամու տատես, հին ուխտի պատվիրանը։ Ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին։ Բացարձակ գործողության հետ կապ չունի։ Ինչի, որովհետև եթե ինչ որ բան ասվեր, որ ես էդի անեի, հա, տանջվելով, մեռնելով, մի կերպ ինձ զսպելով, ին վրա աշխատելով, ինձ ինչ որ բաներից զրկելով, էդի անեի, բայց երբ որ ինչ որ մեկը ինձ վնաս է տվել, էդի կլինի խոսքով, էդի կլինի գործով, էդի կլինի ֆինանսապես, էդի կլինի առողջականից, կապ չունի, ինչ որ լուրջ վնաս է ինձ հասցրել, ու հիմա իմ առաջ պատվիրան է, որ ես այդ մարդուն, որի պատճառով ես հիմա սենց մխկտում եմ,
Հիմա ես պետք է իրան սիրեմ։ Էսի գործողության հետ կապ չունի, էսի հոգեվիճակը։ Եղբայրներ, քույրեր։ Ու այս հոգեվիճակը ես ինչքան էլ ինձ ներշնչեմ, ինչքան էլ գնամ տանը տանջվեմ, չարչարվեմ, ինչքան էլ իմ վրա աշխատանք տանեմ, որպեսզի այդ բանը ես կատարեմ, ես ի վիճակի չեմ դա անելու, որովհետև հասարակ բանա, սերը ինչա, էդի կամ կա կամ չկա, սերը չեն առաջացնում, սերը հնարավոր չի հոգևոր տարիների ընթացքում իմ մեջ առաջացնել, ինքը մի բան է կամ իմ մեջ բնակվում է կամ չի բնակվում։ Հաջորդ բանը սիրելիներ, որ Հիսուսը իր քարոզի ժամանակ ասում է եղբայրդ 7 անգամ մեղք գործեց քո դեմ, որը 7 անգամ գա ասի ինձ ների իրան։ Հիմա Պետրոսը գալիս է Հիսուսին մոտենում, ասում է Տեր, եղբորս 7 անգամ ներեմ, լավ է, այդքան որ ներեմ օրը։ Հիսուսը ասում է, ես չեմ ասում 7 անգամ։ 70 անգամ 7։ Ինչի է այս թիվը փոխվում։ Եղբայրներ, քույրեր, որովհետև Պետրոսը եւ մենք բոլորս մարդը հասկանում է, որ խոսքը վերաբերվում է ինչ որ գործողության, որ ինքը պետքա անի։ Ու Պետրոսը անգամ միամտորեն մտածում է, որ ինքը ի վիճակի է 7 անգամ ներելու։ Իմ խորին համոզման մարդը մեկ անգամ ներել ի վիճակի չի, մեկ անգամ ինքը չի կարաների, ինչի, որովհետև եթե ես հիմա կարծեցյալ ինձ թվում է թե ես ներեցի, ես իմ վրա աշխատելով բան, այս հարցը սենց մի ձև, լավ, գնա, ոչինչ, լավ, ամեն ինչ ներում եմ, նորմալ է գնա, հաջորդ մոտակա իրա սխալի ժամանակ, հաջորդ մոտակա իրա վրիպման ժամանակ, միթե ես չեմ հիշելու են իրա արածը, իհարկե հիշելու եմ, Որովհետև էդի գալու է իմ ներքն աշխարհում, էդի իմ մեջ առաջանալու է, էդի իմ մեջ այս ուտող ուրացողին նայի, այն անգամ ներեցի, հիմա էլ նույնից լավ ինչքան կարելի է, չէ՞։ Ինչքան է հնարավոր։ Ես հիշում եմ իմ հարազատներից մեկին, որ այդ հարցը տենց գնում էր, ասի դե դու պետք է ներես, ասեց ինչքան ներեմ, այնքան գլխիս անստելու, չէ՞։ Մարդկային բնությունը։ Հիմա տեսեք սիրելի եղբայրներ, քույրեր, խոսքը չի գնում արդեն մենք հասկանում ենք, որ ստե գործողության պատվեր չկա, ներել 70 անգամ 7, 9 490 անգամ ներել, ու Տեր Հիսուսը այս թիվը, ինչ թիվ է սա, ինչ որ քանակության մասին չի խոսքը, մենք բոլորս հասկանում ենք, որ խոսքը ինչ որ քանակություն չի, որ հիմա դու այս քանակությունը պետք է պայես, այն վաղ 7 էր քանակությունը, հիմա դառավ 490 քանակությունը, հիմա դավայ քո վրա աշխատի, որ 7-ից հասցնես 490, չէ, սիրելի եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուսը սրանով ցույց է տալիս, որ խոսքը գնում է հոգեվիճակի մասին, այսինքն երբ որ Ստեփանոսին քարկոծում էին, Ոչ մեկ իրանից ներողություն չէր խնդրում այդ պահին։ Ոչ մեկ կատաղած, ամբոխը, չարացած, մենակ մի բան էին ուզում, որ իրան տեղում սպանեն այդտեղ։ Ու այդ քարերը կատաղած շպրտում են իրա վրա եւ Ստեփանոսի մեռնելու ընթացքում, այդ մեռնելու process-ի ժամանակ, այդ քարերի հարվածների տակ Ստեփանոսի ներքնաշխարհում մի հատ ցանկություն է ներքին այդ պահին առաջանում։ Որպեսզի հանկարծ Աստված այդ մարդկանց չպատժի։ Եղբայրներ, քույրեր, էսի հոգեվիճակը, էսի գործողությունների հետ կապ չունի, որ այսօր ես այս գործողությունն արեցի, լավ է, այսօր իմ հոգևոր վիճակը լավ է, այսօր այսքան լավ բաներ եմ արել, այսօր ես ինձ խելոք պահեցի, այսօր ես սենց բաներ արեցի։ Խոսքը գնում է հոգեվիճակի մասին, եւ սենց գիտեք, այս օրինակները շատ են, շատ են, ես ժամանակը ուղակի չի ների, որպեսզի ես այս բոլոր զուգահեռները անցկացնեմ, որ հին ուխտի պատվիրանները կոնկրետ վերաբերվում էր մարդուն, որ այս գործողությունները պետք է անես, այս գործողությունները պետք է չանես, Քրիստոսի պատվիրանները չի վերաբերվում գործողություններին, այո Քրիստոսի պատվիրանը մարդուն
մարդու տրամաբանությանը, մարդու մտքին մտցնում է փակուղի, բայց մտցնում է փակուղի ճշմարտությունը բացելու համար, որ մարդը հասկանում է, նայ կարդում է, ես գիտեք, այս Աստվածաշունչը իմ ձեռը 92 թվականից է, 92 թվականից այս Աստվածաշունչն է իմ ձեռը, ու ես ասենք քանի տարի արդեն 33 տարի է այս Աստվածաշունչը իմ ձեռն է, այս Աստվածաշունչի ամենամուգ տեղը, թերթերը, տանջված թերթերը Մատթեոս ավետարանի սկիզբն է, որ բացենք ամենա այն սևացած էջերն է, որովհետև սաղ կյանքս կարդում եմ ես հատվածը, ուզում եմ հասկանամ, լավ ոնց պետք է ես էսի պահեմ, լավ ինչի մասին է խոսքը ընդհանրապես, դու ինձ բերել ես հավատքի, ես աշխարհը չկա հիմա իմ կյանքում, հավատքի կյանքն է, բայց ես նայում եմ, ես հասկանում եմ, որ ես մտնում եմ փակուղի, ինչ թշնամի, մոտիկ հարազատ մարդը իմ հանդեպ ինչ-որ բան է անում, ես զգում եմ, որ ես իր հանդեպ տրամադրվում եմ, 70 անգամ 7 ներել, սա ինչ է, ես գիտեմ, որ դու, գիտեք ինչ ձևի աղոթքներ եմ արել, ես գիտեմ, որ դու չափազանցություններ չես խոսում, ես գիտեմ, որ դու հենց ընենց ինչ-որ բաներ չես ասում, փիլիսոփայական, լավ, խորը մտքեր, ընենց ինչ-որ բաներ, որ սենց գեղեցիկ մտքեր, ես գիտեմ, որ ինչը, որ դու ասում ես, էսի ռիալ է, իրական է, բայց ուր է, որտեղ է, և հարց է առաջանում, ինչ անեմ, որ Հիսուսի պատվիրանները պահեմ, եղբայրներ, քույրեր, հավիտենից առաջ, աշխարհը չստեղծած, մարդկությունը չկա, ոչ մի բան չկա, տեսանելի մեր համար այս ֆիզիկական աշխարհը, Աստված գիտի, որ երբ որ մարդուն ստեղծի, մարդը ինչ օրն անգնելու, Աստված գիտի, որ մարդը մեղանչելու է, Աստված գիտի, որ Կայենը սպանելու է Աբելին, Աստված գիտի, որ մարդկությունը չարության մեջ շատանալու է, որովհետև Եդեմի պարտեզի մեղքը մարդու ներքն աշխարհը լրիվ ավիրելու է և մարդու մեջ մահը առաջացնելու, ու մարդու ներսում կատարվելու է մահվան պրոցես, այսինքն մարդը մեղքի մեջ մեռած է լինելու և մարդուց բխելու են մենակ վատ ու չար բաներ, Եվ մարդու ներքն աշխարհում Պողոսը որ ասում է ես գիտեմ որ ինձանում այսինքն իմ մարմնում ոչ մի բարի բան չի բնակվում Իհարկե մենք մեր մասին այդ կարծիքը ոչ մի մարդ իր մասին այդ կարծիքը չունի որ ինքը իր մեջ ոչ մի բարի բան չի բնակվում ծայրահեղ դեպքում աշխարհի ամենավատ բաներն էլ իրան ասեն ինքը չի ներվի որտեվ գիտի որ ինքը տենց է Գիտի որ ինքը տենց է բայց չէ Մարդը տենց չգիտի, բայց հո Աստված հավիտենից առաջ գիտի, որ մարդը նախանձա, չներող, ուրիշին ունեցվածքին ցանկացող, բամբասող, դատող, չափող, կարելի է հատվարկել, Աստված գիտի, որ տենց։ Հիմա լուծում, որն է լուծումը, Ինչ լուծում է Աստված առաջարկել մարդուն, որպեսզի մարդը Աստծո հետ հաղորդակցության մեջ կայանա եւ որպես հետևանք գնա երկինք իր մոտ ապրելու, իր հետ հավիտյան ապրելու Աստված լուծում է առաջարկել ու որն է այդ լուծումը ոչ թե գործողությունների պահանջ որ դու SS բաները անես եւ որտեւ ինքը գիտի որ դու չես կարա անես Պետրոս առաքյալը եղբայրական ժողովում, երբ որ հավաքված էր առաքյալները, երբ որ հավաքվել էին, ասեց ախր ոչ մենք, ոչ մեր հայրերը չպահեցին այդ պատվիրանները։
Էնել գործողության պատվիրաններ։ Մի արա այս բանը։ Էսի քոնը չի, մի վեկալ։ Այս բանը սխալը մի արա։ Անգամ այդ պրիմիտիվ բաները չարեցինք, ասում։ Իսկ հիմա Հիսուսը գալիս է ու մի հատ բաներ է ասում, որ մարդու տրամաբանությունը, մարդու միտքը, անկեղծ մարդը, երբ որ կարդում է, իր ուղեղը վառվում է ստեղ։ Վերանում է, որովհետև հասկանում է, որ դա Իրանը չի եւ Աստված առաջարկում է լուծում։ Եվ լուծումը Աստծո առաջարկած իր որդին է։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ստանա, կյանք ունենա։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, եղբայրներ, քույրեր, որ Աստված ծրագրում է իմ փրկությունը եւ սկսում իրականացնել, եւ այդ իրականացնելը շատ վաղուց է սկսում, մարդու հենց ստեղծելուց սկսած Աբրահամին կանչելով, Իսրայել ժողովրդով Եգիպտոսի երկիր հանելով եւ ի վերջո լուծման այդ կուլմինացիան, այդ լուծման այդ process-ի երկրավոր այս մարդկության ճանապարհի այդ կետը գլխավոր Աստծո որդու հայտնությունը երկրի վրա։ Հիսուսը գալիս է աշխարհ։ Աստվածաշունչը ասում է, որ իմ մեղքը վերցնում է իր վրա։ Իմ ադամական բնությունը վերցնում է իր վրա։ Եվ ինձ որպես իր կողմից կանչված մարդ տալիս է վերստին ծնունդ, նոր կյանք, Աստծո նպատակն է իր որդու միջոցով մարդուն հաղորդ անել իր աստվածային բնությանը, որովհետև մենակ աստվածային բնությունն է մարդու մեջ, որ ասում է իրանք հարգոծելուց, ասում է Տեր, այս մեղքը իրանց մի համարի։ Եվ շարունակության մեջ Հովհաննես առաքյալը շատ հետաքրքիր շարունակում է, սիրելի եղբայրներ, քույրեր, ես կարդում եմ 3-րդ գլխի 22 խոսքը։ Շատ հետաքրքիր է։ 3-րդ գլխի 22 խոսքը։ Եվ ինչ որ խնդրենք, հələ դուք էլ կարդացեք հետը, սիրելիներ։ Եվ ինչ որ ձեր մտքում, եւ ինչ որ խնդրենք, կառնենք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք եւ նրա առաջին հաճո եղածները անում ենք։ Ո՞նց։ Ո՞նց։ Այսքան ներկայացրի, այսքան մենք նայեցինք մեր պրակտիկ կյանքին նայելով, լեռան քարոզին նայելով հարց առաջանում, ո՞նց։ Շատ հետաքրքիր պատասխան։ Հաջորդ խոսքը, 23 խոսքը։ Եվ սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսի անունին եւ իրար սիրենք ինչպես որ նա պատվիրանք տվավ մեզ։ Բայց հետաքրքիր մի բան, նրա պատվիրանները պահում ենք եւ շարունակությունում կարծես Հովհաննես առաքյալը ոնց որ թե մոռացած ելնի, որ հոգնակի թվով էր խոսում։ Նրա պատվիրանները շարունակության մեջ ասում է, սա է նրա պատվիրանքը, այդ պատվիրաններից որ մեկը, այն միակը, որ մնացած բոլոր պատվիրանները հետևում են սրանից։ Եվ Հովհաննես առաքյալը շատ հետաքրքիր, շատ հրաշալի ձևով, Սուրբ Հոգով ներկայացնում է Աստծո հավիտենական ծրագիրը մեր կյանքում, որ ինչ որ խնդրենք կառնենք, ասում է։ Մարդու էգոիզմի համար սա հաճելի բան է, ինչ խնդրի ելնի, բայց ստեղ խոսքը լրիվ ուրիշ բանի մասին է գնում, ստեղ խոսքը գնում է Աստծո հետ հարաբերության եւ Աստծո հետ հարաբերության այդ գեղեցկության եւ այդ մտերմության ու ջերմության մասին, որ նրա պատվիրանները պահում ենք մենք եւ սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսի անունին։ Եվ որպես հետևանք սիրենք իրար, սիրելիներ, որտեղ ուրիշ ձև հնարավոր չի։
Սիրելի եղբայրներ, քույրեր, նմանատիպ բան, տեսեք, որտեղ ինքը խոսում է հոգնակի թվով ու հետո փոխում է եզակի, Պողոս առաքյալը Գաղատացիս թղթում ասում է եւ Սուրբ Հոգու պտուղն է։ Ու թվում է թե եթե ասում է Սուրբ Հոգու պտուղն է, մի բան պետք է ասի, չէ՞։ Քերականորեն երբ որ նայում, բայց Սուրբ Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, ժուժկալություն, հավատք, վերջը հսկայական մի հատ ցուցակ է ասում։ Սուրբ Հոգու պտուղը մի հատ պտուղ, որից հետևում է այս մնացած բոլոր բաները։ Եվ հիմա սիրելի եղբայրներ, քույրեր, տեսեք Կորինթացիս թղթում, առաջի Կորինթացիս 1:18, որովհետև խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է, Աստված իր որդին ուղարկել է, որպեսզի քո իր հետ հաղորդակցության միջոցով Քրիստոսի վրա եղած հավատքով դու հաղորդ լինես Աստվածային բնությանը։ Եվ Աստվածային բնությունը քո մեջ բնակվելով բոլոր պատվիրանները կկատարի, որովհետև Աստվածային բնության մեջ ուրիշ բան գոյություն չունի, սիրելի եղբայրներ, քույրեր։ Աստվածային բնության մեջ կա սեր, կա կյանք, կա քաղցրություն, կա համբերություն, կա ժուժկալություն, կա բոլոր լավ բաներ, էլ չեմ խոսում, որ վատ բաներից եւ ոչ մեկը չկա։ Բացարձակ Եվ Աստված լուծում առաջարկում, եւ իր լուծումը իր որդին է, որ իր որդու միջոցով ես էլ եմ դարձել որդի։ Եվ որդու բնությունը իմ մեջ, այդ ամեն ինչը արտահայտում է իր մեջ, բայց քանի որ ես չեմ ապրում հավատքով։ Հրեշտակը մոտենում է Զաքարիային, ասում է, երեխա եք ունենալու։ Զաքարիան ասում է, ոնց կլինի տենց բան։ Ես էլ կինս էլ ծեր ենք, ասում է, որովհետև չհավատացիր։ Ասում է, բարի լուր եմ բերել քո համար։ Ասում է, ոնց հնարավոր չի էդի, ոնց կլինի տենց բան, ասում է, որովհետև չհավատացիր, եղբայրներ, քույրեր։ Մեր ամենամեծագույն սխալն ու մեղքը հավատքով չապրելն է։ Աստծո որդու վրա եղած հավատքով, որի միջոցով Աստծո կյանքն ու Աստծո բնությունն է հոսում իմ մեջ, եւ իմ մեջից արտահայտվում է այդ ամեն ինչը, ինչքանով ես հավատքով եմ ապրում, այդքանով ես հոգևոր մարդ եմ։ Ինչքանով ես հավատքով Աստծո որդու հետ կապ ունեմ, ինչքանով իմ հայացքը իր վրա է ուղված, այդքանով ես կապ ունեմ իր հետ, եւ դրա համար Պողոս առաքյալը մի հատ շատ տարօրինակ բան ասում 21 խոսքում առաջի Կորինթացիս 20 առաջի գլխի։ Ուրեմն որովհետև Աստծո իմաստության մեջ աշխարհը իմաստությունով չճանաչեց Աստծուն, Աստված հաճեց քարոզչության հիմարությունով ապրեցնել հավատացյալներին։ Այն ինչ որ ուրիշների համար հիմարություն է, այն ինչ որ ուրիշների համար եւ անգամ որոշ հավատացյալների համար, որ ո՞նց է հնարավոր այդպես բան, ես Հիսուսին հավատամ ու լրիվ այնց Աստծո ուզած ձևով ապրեմ։ Բայց ես մի բան չանեմ, բա մի բան ինձանից ես ոնց անեմ, ինչ անեմ, այս բանը բա ես չանեմ, Աստված հաճեց քարոզչության հիմարությունով ապրեցնել հավատացյալներին, ովքեր հավատքով են ապրում, Քրիստոսի վրա եղած հավատքով, Աստծո կյանքին հաղորդ լինելով, Աստծո Քրիստոսի բոլոր պատվիրանները իրանց մեջ կատարվում է, ժողովուրդ։ Ուրիշ ձև հնարավոր չի։ Թող Աստված օրհնի, Աստծո Սուրբ Հոգին մեր միտքը օրեցօր բացանի, որ Քրիստոսի բարի լուրը, ավետարանի բարի լուրը, որ Քրիստոսով մարդը ունի նոր կյանք եւ նոր բնություն, աստվածային բնություն, որը իր մեջ ապրելով մարդը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում եւ այս բոլոր բաներից եւ ոչ մեկը իրար հետ չի կատարվում ու այս իր հունարը չի, այլ Աստծո կյանքի իր մեջ հայտնության հունարն է։ Ամեն աղոթ